Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ խոսելու ենք շատ կարևոր նախաձեռնության մասին։ Եվ այսպես, Ellis Care միջազգային մարդասիրական կազմակերպությունը հիմնադրել է հայ-ֆրանսահայ բժիշկ Էլիս Բողոսյանը։ Կազմակերպության առաքելությունն է բժշկական եւ հոգեբանական օգնություն տրամադրել հակամարտության գոտիներում ապրող բնակչությանը, հատկապես պատերազմից տուժածներին, բռնության, խոշտանգումների, սեռական ստրկության եւ մարդկային թրաֆիքինգի զոհերին։ Եվ ասենք, որ մայիսի 29-ին անցկացվել է բարեգործական ընթրիք, ինչի մասին է, ինչում է միտված, այս մասին արդեն խոսենք մեր հյուրերի հետ, իսկ մեր հյուրերն են Էլիս Բողոսյանը, Ellis Care կազմակերպության հիմնադիր նախագահ եւ Հայկ Մարգարյանը, միջազգային առևտրային պալատի Հայաստանյան կոմիտեի ներկայացուցիչ։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց եք։ Շատ Տրամադրություն է։ Որ ձեր մոտ ենք շատ լավ ենք։ Ես առաջարկում լարվածությունը հանենք, ես գիտեմ, որ շատ լարված եք եւ անհանգիստ, որովհետեւ ամսի 29-ին շատ կարեւոր իրադարձություն կա։ Ամեն ինչ լավ է լինելու, համոզված եմ առավել եւս, որ կազմակերպում են մարդիկ, ովքեր շատ այսպես կարևոր առաքելությամբ են դառնում։ Խոսենք հենց այս առաքելության մասին, մայիսի 29-ի բարեգործական ընթրիքը, ինչին է միտված, ինչն է ամբողջ գաղափարը։ Մենք 10 տարի եւ երաշխանում ենք դարբեր երկիրների մեջ, Իրաք, Սուրիա, երեխեքի մոտ եւ ընտանիքները, որ դուն չունեն եւ բոլոր բոմբաներեն երեսեն հերու են իրենց տուներից եւ մենք մեր մասնակետը եւ մեր ուղղությունը ավելի շատ բժշկական եւ հոգեբան պրոժեներով է եւ Հայաստանում աշխատում ենք սահմանների վրա այն քյուղերը, որ հերու են հիվանդանոցներեն եւ այն քյուղերը դեղերը, որ երեխեքը մեծ թրոմաներ ունեն եւ ունենք նաեւ լորիում սպիտակ մի դեղ, որ երեխեքը օտիստիկ թրոմաներ են երեսեն շատ դժվարություններ ունեն ուսումնելու, գարտալու, մեմորիզացիոն անելու համար մենք մեր հոգեբաններով ունենք արտ-թերապի պրոգրամներ եւ ուզում ենք այսինքն եթե այս ընթրիկով կարողանանք գումար հավաքենք ուզենք որ ավելի շատ երեխեք ընդունենք մեր պրոգրամների մեջ եւ սահմանների մոտ մեր շարժական կլինիկաներով ուզենք ավելի շատ քյուրերի մոտ երթանք եւ ավելի շատ հիվանդներ բուժենք այդ է մեր օբյեկտիվը Ընթրիքին շատ անակնկալներ են լինելու, բայց ես ուզում եմ հասկանալ, ընթրիքը լինելու է 10 տարվա աշխատանքների ամփոփում նաեւ։ Չէ, միայն Հայաստանի վրա։ Բայց մենք ամեն տարի անում ենք Փարիզում, Մոնակո, Բրյուսել, այսպիսի կոնցերտ կամ գալաներ, ընթրիքներ, լոտերիներով, օկշններով մենք անում ենք ամեն տարի, բայց Հայաստանում առաջին անգամն է։ Մենք ունենք փոքրիկ տեսանյութ, ես առաջարկում դիտենք, հետո արդեն վերադառնանք եւ շարունակենք մեր զրույցը, խնդրեմ։ Ֆրանսիական շոու բիզնեսի հայազգի ամենավառ աստղերից մեկը Պատրիկ Ֆիորին մայիսի վերջին գալիս է Հայաստան։ Բարեգործական բացառիկ երեկոյի ընթացքում երգելու, աջակցելու հետ պատերազմյան սթրեսը հաղթահարող մեր հայրենակիցներին։ Պատրիկը Ellis Care բարեգործական կազմակերպության ամենահավատարիմ հովանավորներից մեկն է։ Ellis Care-ը ավելի քան 10 տարի է աշխարհի 6 երկրներում իր շարժական կլինիկաներում կազմակերպվող բժշկական հոգեբանական անվճար ծառայություններով օգնում է պատերազմ տեսած մարդկանց նորից ոտքի կանգնել ու առաջ շարժվել։ Հազարավոր մարդիկ իրենց կյանքի ամենաողբերգական շրջանը հաղթահարել են ֆրանսահայ մեր հայրենակից Էլիս Բողոսյանի հիմնած կազմակերպության օգնությամբ։ Ellis Care-ը իր լավ բարեկամ Պատրիկ Ֆիորիի մասնակցությամբ առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է բարեգործական ընթրիք, որը տեղի կունենա մայիսի 29-ին, հինգշաբթի Երևանի Մարիոթ հյուրանոցում։ Տեղերը սահմանափակ են եւ գալա ընթրիքին ձեր մասնակցությամբ բարի գործի միանալու, նաև գեղեցիկ երեկո անցկացնելու համար պետք է նախապես ամրագրեք ձեր տեղը։ Երեկոյի համար բազմաթիվ անակնկալներ են պատրաստել կախարդական բույրերի աշխարհահռչակ հեղինակ Ֆրենսիս Քյուրգջյանը, համաշխարհային աստղերի համար ամենաօրիգինալ ակնոցները ստեղծած Ալեն Միկլին, ուրիշ հայտնի ֆրանսահայեր ու հայաստանյան հեղինակավոր կազմակերպություններ։ Բարեգործական երեկոյին հրավիրված են նաև մեր լավ ընկերները Հայաստանի երաժշտական, թատերական, մարզական աշխարհից։ Ծովինարը եւ ես սպասում ենք ձեզ մայիսի 29-ի երեկոյան Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում։
Վաու։ Պիտիկակ։ Սիրով իհարկե շատ կարևոր գործ եք անում, ողջուներս Արտակին Հերիքյան, մեր շատ լավ ընկերոջ է, ես եթե այս ամենում իհարկե կամ պրոֆեսիոնալ մարդկանց մոտեցում ես համոզված եմ, որ բավականին ճիշտ աշխատանք է արվում եւ խոսենք իհարկե հասկանանք ինչքանով են կարողանում աջակցել եւ այս ամենին տալ հնարավորություն իրականացման համար։ Ես իհարկե ասեմ, որ շնորհակալություն հրավերի համար Տիգին Էլիս Պողոսյանի գործը արելի շատ մեծ է, մենք կողքից որպես պարտներ ամենահզոր միջազգային բիզնես կազմակերպություն ICC միջազգային առևտրի պալատ, որը 45 միլիոն համաշխարհային անդամներ եւ բիզնես կազմակերպություններ ունի, ու հայաստանյան գրասենյակը 3.5 տարի առաջ բացվեց, նպատակով, որ ինչքան հնարավոր է շատ մեր հայ գործարարներին օգնենք միջազգայնացնենք իրենց գործերը եւ ներդրումներ գտնենք եւ պարտներներ դրսից ու ներկայացություններ միջազգային կառույցների Հայաստանում, որ լսեցինք Տիգին Էլիս Պողոսյանի նախաձեռնության մասին Հայաստանում, Էլիս Քերը իհարկե մեր համար շատ ոգեշնչվեցինք բոլորս ու որպես պարտներ կազմակերպություն աջակցում ենք ու քաջալերում ենք բոլորին, ով նույն մտածելակերպ ունի, միանալ այս հրաշալի նախաձեռնությանը։ Հասկանանք նաև, որ ինչպես արդեն տեսանյութից իմացանք, հրավիրված են բավականին հայտնի մարդիկ եւ նաև Պատրիկ Ֆիորին է լինելու է այնտեղ, հա։ Եվ Պատրիկ Ֆիորին անմիջական կապ ունի հենց Էլիս Քերի հետ։ Մի փոքր այս մասին խոսենք։ Մենք լավ բարեկամ ենք, ինքը միշտ երբ որ օրինակ անցյալ դարի Մոնակո եկավ ինձ համար եկեղեցի մեջ մեծ կոնցերտ արեցինք հայկական Սադիգը նոր դարվա ժաման Սուրբսունունցին եկավ եւ 2 ամիս առաջ Փարիզում Օլիմպիան, չեմ գիտեմ, ամենամեծ կոնցերտի հոլ City Hall-ը դասած երկիչ եկավ եւ ինքը մեր մոդ էր եւ հիմա երբ որ ես իրեն ասեցի որ շատ կուզեմ Հայաստան ավելի շատ աշխատենք, որովհետեւ գիտեք Ֆրանսիայում երբ որ լուրերը բանակ գազանգա Ուկրաինան գա դարբեր երբեք Հայաստանին համար ոչ մեկ դեղ չի գա այսինքն լուրերի մեջ ես իրեն ասեցի շատ կուզեմ որ մեր կորձը չի գնա որովհետև շատ դժվար է ֆոնդրեյզինգը Ֆրանսիանել փորձենք կոնեմ ճանաչել մեր ակտիվիտեն Հայաստանում եւ ինքը անմիջապես այո սավ եւ համաձայնվեց Քանի որ այս նախաձեռնությունը շատ կարևոր է եւ շատ մարդկանց է օգնում, բարեբախտաբար Արցախը եւս անմասն չի մնացել այս նախաձեռնությունից ժամանակին եւ ես գիտեմ, որ եղել եք այնտեղ դասընթացներ եք անցկացրել, քանի որ դուք մասնագիտությամբ բժիշկ եք եւ կուզեմ մի փոքր այդ ժամանակահատվածի մասին եւս պատմեք Արցախյան օրերի մասին։ Շատ վատ օրեր էին, որովհետև շատ Ֆրանսիայից շատ բժիշկ եկան, Ամերիկայից այլ եկան շատ Ես միշտ հոն էի, մենք մի քանի ամբյուլանս տարենք, որ հիվանդները դուրս հանեն այրածքները եւ շատ տեղեր բժիշկներ եկան եւ միասին խումբով էինք, բայց ամենավատ զգացումը այն է, որ էլ չեն կրնալ հոներ տալ, նույնիսկ իմ երեխեքս երբեք չեն տեսնելու այդ տեղը, բայց երբեք չասենք։ Դա երբեք չասենք, հա, իրավունք։ Այսինքն վատ օրեր էին եւ հիմա որ տեսնենք ընտանիքները եւ երեխեքը ինչ թրոմաներ ունեցան, մենք այդ թրոմաները բուժելու մի քիչ վարժված ենք, մենք Իրաքում շատ էինք այդ, գիտեք, նույնիսկ այդ տղաները, որ իսլամիստները կհանեին ընտանիքներեն եւ կդանեին Սուրիա, որ դարձնեն իսլամիստ զինվորներ, 10 տարեկան բզդիկները տնում էին բանտ, դրոգ ուդային, ջաշ չէին դար, գծեին, մութ առանց լույսի սենյակների մեջ, ասանք 3-4 ամսվա մեջ այդ երեխեքը դարձան գոստ եւ բան ֆիլինգ ունեին, բան ոչ ինչպես սկացում գիտեք այդ դրոգերով կապտագոն է անունը այդ դրոգերով բոլոր ցերսկացումները գվերջանան անքուն այդ բզիկները անգեւը շատ թյուրին է իրենց ցերկը մեկ զենք տալ եւ իրենց զինվոր դարձնել եւ աղջիկների հետ ալ շատ աշխատեցանք 3500 աղջիկներ որ կացին իսլամիստներով դժվարությամբ ամուսնացան եւ հղի բզիկներ ունեցան այդ պրոջեն հոգեբաններով մենք շատ արեցինք, այդ համար թրոմաները մենք
անշուշտ հոստրոմաները նույնը չէ, բայց նորեն տրմա է եւ մեկ երեխեքի համար որ այդ դուն չունի այսինքն իր պասեն պաստը այսինքն անցածներով ապրել իր կյանքը շինելու համար եթե չփուժեք այդ բզդիկները չեն գնար աշխատել ուսումնին նորմալն են եւ շատ կարեւոր է եւ եթե այդ տրոմաները չփուժեք անգամ բոլոր կյանքը կմնա կպագվի ցեզի եւ չեք կրնար նույնիսկ կրեատիվիտե ունենալ հույս ունենալ, ձեր կյանքը շինել, adorամար շատ կարևոր է։ Եվ եթե ընթրիք անցնի այնպես ինչպես նախատեսված է, երբանից կսկսվեն արդեն աշխատանքները հենց այն կարևոր գաղափարի հանուն որի արվում է այս բարեգործական։ Անմիջապես մենք պրոժեները ունենք, միայն դեղերգան որ քիչ են, դեղերգան որ ուզում ենք շատացնել դեղերգան որ մեր բժիշկները միան half time են, դեղերգան որ հոգեբանները քիչ են, եթե կարողանանք մի քիչ ավելի անել, շատ կարևոր կլինի։ Եվ եւս մի շատ կարևոր կետ այն մարդիկ, ովքեր իհարկե ներկա գտնվեն ընթրիքին եւ կտան իրենց, ներդրումը կունենան, համոզված եմ, որ այդ մարդիկ հետոն էլ արդեն կիմանան, թե ամեն ինչ ինչպես արվեց, ինչպես վիդեո պատրաստեցինք, որ բոլորը տեսնեն ինչ պրոժեների բզիկների, ընտանիքների եւ սահմանների վրա պրոժեները ինչ են, որ մարդիկ տեսնեն եւ գիտնան մեր գործը։ Շատ կարևոր առաքելություն եք նախաձեռնել եւ տա Աստված ամեն ինչ լինի լավ, հաջող։ Համոզված եմ, որ այդպես էլ կլինի, որովհետև հավաքվել են պրոֆեսիոնալ մարդիկ, իրենց գործի նվիրյալներ, ովքեր պատրաստ են եւս մի բարի բան անելու։ Սա շատ կարևոր է։ Այնպես որ շնորհակալություն ձեզ։ Ինչպես նշեցիք, անակնկալները ընթրիքին շատ են լինելու։ Ես վստահ եմ շատ հետաքրքիր է նաեւ անցնելու, բացի նրանից, որ բարի գործի համար եք հավաքվում, նաեւ երեկոն խոստանում է շատ հետաքրքիր լինել։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի սափոր սպիտակ գինին, որպեսզի հենց այս եւս մեկ հաղթանակ նշվի հենց այս տրամադրությամբ եւ այս գինով, համոզված եմ հենց այդպես էլ կլինի, սա ձեզ, որպեսզի տրամադրությունը լինի կարևոր է այսպես բարի եւ ուզում եմ ձեզ նվիրել էմոցիաներ, հա, զգացողություններ բարի, որոնք համոզված են, որ միմյանց տալով կարողանում ենք աշխարհն էլ ավելի գեղեցիկ ու բարի դարձնել։ Պոստքարտեր են, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այստեղ հայտնի բանաստեղծություններից եւ երգերից ֆրազներ են, որոնք պարզապես զգացողություններ նվիրելու համար են։ Առաջինը Արամոյի եւ Էմայի երգից է «Կյանք եմ ուզում, որ սիրեմ քեզ», որ չնայեմ տխուր ամպին, որ մազերը շողերի պես փռես իմ ճամփին, իսկ երկրորդը էլի Ավետ Բարսեղյանի խոսքերն են՝ «Տիեզերքը զգում են երկուսով»։ Սա իհարկե ձեզ խնդրեմ, որպեսզի այս էմոցիաները նվիրեք ձեզ համար հարազատ ու կարևոր մարդկանց։ Մերսի շատ։ Մեծ հաջողություններ եք մաղթում։ Մերսի, ձեզ սպասում եմ։ Սիրով։ Սիրով, շնորհակալ ենք եւ Կլինիկա աճատավ դադարի մամերի եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։